Թող Տիրոջ անունը փառավորվի, շնորհակալ ենք Տիրոջից, սիրելի եղբայրներս, քույրերս են մեծ պարգևի համար, որ ամենաթանկը մեզի համար չխնայեց, եւ այսօր, որ մենք կենտանի ենք, դա որդու շնորհքն է, իր անունը փառավորվի, իր որդու այրունով քնեց, մենք ամենքս էլ արժան չենք եղել, այս աշխարհի մեջ Այս աշխարհի կյանքով ենք ապրել, բայց իր ողորմությունով ու շնորհքով մեզ այդ տիղմից հանեց ու դրեց իր տան մեջ, իր անունը փառավորվի։ Եվ սիրելիներս, ինչպես եղբայրներս խոսացին, Տերը մեզի այրունով քնել է, մեր մեղքերը անցյալի անօրենությունները ներել է, բայց սա առաջի քայլն է։ Չի փրկեոր թողնա ու մենք նորից ընկնենք մեղքի ու տգարությունների այս աշխարհի կյանքի մեջ։ Տերը ոչ մենակ փրկել է, եղբայրս խոսեց, կուզե որ նաև մեզի ներսից ազատեն է։ Համաձայն եք, պես է թե չէ։ Այսինքն փրկության գործը մեր կյանքում կշարունակվի։ Ինքը մեզի փրկել է, բայց կուզե նաև որ ազատ անի մեզի։ Որովհետև ես կուզեմ խոսքը կարդալ, որ տեսնենք որ Աստծո խոսքով է այս ճշմարտությունը։ Շատ հրյաներ, երբ որ Տերը խոսած, շատերը կվախենային թավանային, բայց շատերը համարձակություն վերցրեցին, շատ հրյաներ։ Հրյաները այն ժամանակվա հավատացյալներն էին։ Շատ հավատացյալներ համարձակություն վերցրեցին եւ գնացին Տիրոջ ետևից։ Տեսան որ իր խոսքը զորությունով է։ Տեսան բժշկությունները, հրաշքները, նշանները, որ մեկը եթե Աստված իր հետ չլներ, չէր եղնել այդ ամենը։ Եվ գնացին Տիրոջ ետևից։ Եվ նայեք ինչ է գրված։ Կարդում եմ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 30 խոսքից։ Այն ադեն, երբ անոնց խոսեցավ, շատ մարդիկ իրեն հավատացին։ Այս մարդիկ հավատացյալ մարդիկ էին։ Այն ադեն Հիսուս իրեն հավատացող հրյաներին սավ։ Իրեն հավատացող հրյաներին, իրեն հավատացող հավատացյալներին, որոնք որ չվախեցան, գնացին Տիրոջ ետևից սավ։ Եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտությունը պիտի կներեք, եթե խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք։ Այսինքն եթե կուզեք իմ աշակերտներս լաք, իմ խոսքիս մեջ պետք է մնաք։ Եվ ճշմարտությունը պիտի գիտենաք, եւ այդ ճշմարտությունը ձեզի պիտի ազատե։ Նայեք, հոգեվոր գործը շարունակվում է։ Այս մարդիկ թողել են վախ, ամոթ, գնացել են Տիրոջ ետևից, ու Տերը գսե, եթե կուզեք իմ աշակերտներս լաք, իմ խոսքիս մեջ պիտի մնաք։ Եվ ճշմարտությունը պիտի գիտենաք։ Եվ այդ ճշմարտությունը ձեզի պիտի ազատե։ Եվ նայեք ինչ պատասխան կտան հավատացյալները։ Պատասխան տվին ուսին, մենք Աբրահամի սերունդ ենք։ Երբևէ մեկին չծառայեցինք, դուք ինչպես կսես թե ազատ պիտի ըլանք։ Գիտեք, մենք էլ շատ հաճախ նորից նույն հոգեբանությամբ այս խոսքերը կկրկնենք։ Մենք հավատացյալ ենք։ Շատերը սկսենք երկար տարիների։ Շատերը սկսենք, մենք պատվիրանները գիտենք, Սուրբ Գիրք ենք կարդացել։ Հիսուս պատասխան տվավ անոնց, ճշմարիտ կսեմ, ամեն ով որ մեղք գործե անիգա մեղքի ծառա է։ Եվ ծառան տան մեջ հավիդյան չի մնա, բայց որդին հավիդյան կմնա։ Այսինքն պարզ զրույց է դա Տիրոջ ու հավատացյալ ազնվորությունների հետ, եթե մեղք գործես, Ժողովուրդ ջան, կամ մեղքի քոք, կամ մեղքի պտուղներ։ Մենք շատ հաճախ շատերս չունենք այդ հոգևոր վիճակը, որ արմատը տեսնենք։ Բայց բժիշկը մեզի ցույց կտա պտուղները։ Գսե, եթե մեղք գործես, եթե նորից կբարգանաս, եթե նորից կհագարակվիս, կնախանձվիս, եթե կա պարտություններ, վախեր, հպարտություններ, նախանձներ իմ ու քու կյանքում, դու ծառայես։
Ծառան տան մեջ տեղ չունի, որդին եկել որ ազատագրե։ Դպես է թե չէ։ Եթե կա պարտություններ, ճիշտ է, մենք խոստովանվենք, դա էլ է Տիրոջից տված շնորհք, ողորմություն, որ կանկեղծանանք ու մեր մեղքերը խոստովանվենք, ու եթե մեկը ասե դե մեղք չգործեցի, սուտ կխոսա, բայց եթե մեղքերնից խոստովանվենք, հավատարիմ է նորից մեզի ներելու, բայց սիրելիներս, մեր հոգին ազատության կցկտե, այդպես է թե չէ։ Եղբայրը խոսեց ազատության մասին, որ երգիչ կուզես գնա, որ եկեղեցի կուզես գնա, նպատակը Տիրոջ մեկն է, որ ներսից մենք ազատագրվենք, մարդու հոգին ազատության կցկտե, ու այդ ազատության հասնելու համար մարդը ամեն ջանքեր կենե, որ ինքը ազատ ապրի, մեղք չգործե, բայց նորից նույն մեղքի կերին կդառնա։ Հայոց բանաստեղծներից մեկը մի հատ այսպես բանաստեղծություն ունի, ես քիշեմ դպրոցական տարիներից մինչև հիմա մեջս մնացել է, գսե ազատ Աստվածն այն օրից, երբ հաջեցավ շունչ փչել, ինձ կենտանություն պարգևել, գսե այդ կենտանու տարիներից գսե շուրթերս բացեցի ու ազատություն, երեխեն այն բալուլի մեջ ազատություն կուզե, այդպես էլ մեր հոգին իշքան կմեծնե ազատություն կուզե ազատ ապրի, բայց սերներս ազատ ապրելու համար հոգևոր օպերացիան Տերը կուզե մեր ներսից տեղի ունենա, ու դրա համար իրեն հավատացող հրյաներին դեղ դրավ, սա ճշմարտությունը ձեզի պիտի ազատե, եւ իր աշակերտներին նույն պայմանը սավ իմ խոսքս ճշմարտություն է, ճշմարտությունը պիտի գիզդենաք, ու այդ ճշմարտությունը ձեզի պիտի ազատե, այսինքն սիրելիներս, որն է բանալին, ու այս հրյաները խառնվան իրար, հավատացել էին, ամեն բան թողել էին, բայց երբ Տերը սավ, վերջում գիտեք չէ ինչ ստեցին Տերոջը, Տերը սավ դուք ինձ սպանել կուզեք, եւ այդ հրյաները կագնանցեցին քու մեջը դեր կա, բայց Տիրոջը հավատացել էին, սերնես, որն է բանալին, բոլոր այն անկեղծ հավատացյալները, որոնք սիրեն Աստծո խոսքը, ուշադիր լսեք, ոչ թե կպահեն գլխի մեջ, այլ կպահեն իրանց սրտի մեջ, այս հավատացյալների մեջ այս տարբերությունը կա, շատերը կպահեն իրանց գլխի մեջ, լոկ գիտեն, շատերը կպահեն, որոնք որ անկեղծ կսիրեն Տիրոջը, խոսքը կպահեն իրանց սրտի մեջ, որտեղ կյանքի ելքը, հոգևոր օպերացիան մեր սրտից կելնի, մեր սրտում տեղի կունենա, Տերը կուզե մեր սրտերի մեջ երկնքի թագավորություն ստեղծե, իր սուրբ մատներով, համաձայն եք ժողովուրդ ջան, ու այն քույր եղբայրները, որոնք որ խոսքը կպահեն սրտի մեջ, սիրելիներս, իրանց կյանքում սկսվի բժշկություն, ու Դավիթը, ես շատ կարճ կսեմ, երբ որ Դավիթը հին ուխտի հավատացյալները, Դավիթը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, մարգարեները, թագավորները, որոնք որ անկեղծ սիրել են Աստծո խոսքը, իրանց սրտի մեջ են պահել, ու նայեք ինչ տեղի կունենա այն հավատացյալների կյանքում, նաև նոր ուխտի հավատացյալները։ Դավիթը կսետեր, երբ որ խոսքերը պահեցի սրտիս մեջ, դու իմ խավարս լուսավորեցիր։ Այսինքն տեսավ իր ներսի խավարը ու տեսավ լույսը։ Սիրելիս, Տերը իր խոսքը ղրգել է մեզի աղքատացնելու համար։ Իր խոսքը ղրգել է, որ մենք տեսնենք, որ մեր մեջ բարի բան գոյություն չունի ու չել կրնա ունենա։ Ու այս օպերացիան մեր կյանքում պետք է նետեր Հիսուս Քրիստոսը, որովհետև մեզի իր թանկ այրունով է կներ։ Մենք իր սեփականությունն ենք։ Այրունով է կրել, բերել է հիվանդանոց, որ մերսից մեզի բժշկություն է ներ։ Ու կսես սրբե, որպեսզի այդ ազատությանը հասնենք, առաջի պայմանը խոսքը սրտիդ մեջ պահե։ Ու նայեք նույն բանը հասկացել էին առաքյալները։ Նայեք առաքյալներն ինչ են գրել։ Պետրոս առաքյալը նայեք ինչ է գրել։ Աթուղթ Պետրոս, առաջի գլուխ 22 խոսքը, առաջի թուղթ Պետրոս, առաջի գլուխ 22 խոսքը։ Ձեր անձերը մաքրեք հոգիի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով։ Ու Տերը կսե, հայր, քու խոսքերը ճշմարտություն է, սրբեզ անոնք քու ճշմարտությունով։ Որն է մեր կողմը։
Սիրելիներ, Տերը պատրաստ է մեզի սրբելու։ Այսօր եթե մեր կյանքում կան պարտություններ, տգարություններ, ու մենք գերի ենք մեղքին, Երանեն հավատացյալին որ անկեղծ կներկայացնե, անկեղծ իր սիրտը կբացե։ Ես քիշեմ իմ տարի կյանքում որը դիք տեղի ունեցավ, շատ ցավ էր, բայց տեսա այդ հբարտությունները, տեսա նախանձները, տեսա հագարակությունները, բարգությունները, այս աշխարհի ցանկությունները։ Ուսի Տեր, ես համաձայն չեմ, բայց ազատվելու էլ կարող չեմ։ Ես հավատացել եմ, որ առաջի գործը կատարվել է իմ կյանքում։ Ամենաթանկը չի խնայել, բայց շարունակություն կա։ Տերը կուզե ազատագրե ու իր տան մեջ մեզի հաստատե իր մատներով։ Համաձայն եք ժողովուրդ ջան։ Ու առաքյալը կսե սրբե ճշմարտությանը ձեր անձերը մաքրեցեք հոգիի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով։ Այսինքն ինչ կնշանակե ճշմարտությանը հնազանդվել։ Երբ որ խոսքը սրտիդ մեջ կպահես ու խավարդ կլուսավորե ու կտեսնես ներսդ ինչ կա։ Տիրոջը սա հայ ես այդ մարդն եմ։ Բայց ես ընտրությունը քեզ եմ տվել։ Ես կտեսնեմ, որ իմ հարազատների մեջ էլ է նույն խնդրումը, բայց առաջ ըզնից սկսե։ Ես այդ ազատությանը կուզեմ հասնեմ, լավագույն ազատությանը, որ ներսից դու ինձ ազատ ես, որտեղ սիրելիներս Տերը խոստում ունի։ Ինքս էլ ձեր մեջ պիտի բնակվիմ, ձեր մեջ պիտի քայլեմ, երկնքի թակավորություն պիտի ստեղծեմ մեր ներսը։ Խոստում կա դեռ հին ուխտից, որ երկրի վրա երկնքի օրեր պիտի տեսնենք մենք, թող իր անունը փառավորվի։ Ու գրված է, երբ որ այս հրյաները գայթակղվան, ու նայեք, ես առաջ կկարտայի կզարմանայի, կսեի, լավ, Տերը ինչպես խիստ խոսքեր խոսեց այս մարդկանց հետ։ Վերջերս մարդիկ հավատացե եկել էին։ Սիրելիներս, Տիրոջ նպատակը չէր որ շատ ժողովուրդ հավաքեր։ Նույնիսկ երբ որ 70 աշակերտը գայթակղվան Տիրոցից, Տերը 12-ն էլ սավ գնացեք։ Սա դուք էլ գնացեք։ Պետրոսը խոսք վերցրավ։ Մնացած աշակերտների հետ մեկտեղ Պետրոսի բերանը խոսացավ, դու հավիտենական կյանքի խոսքեր ունի սուրեր տանք։ Ու Տերը այս մարդկանց էլ նույնը սավ դուք ինձ սպանել կուզեք։ Բայց Աբրահամ այդ բանը չրավ։ Այսինքն Աբրահամի առաջ էր եկել այս խնդրումը։ Աբրահամին էլ էր Տերը կանչե, իր տան մեջ դրե, խոստում էր տվե, բայց ճամփիկեսին Աբրահամը Իսմայել ունեցավ։ Իր խելքի ազատությունը ուզեց հասնել։ Տերը սավ Աբրահամի Իսմայելին դուրս էր տնից։ Այդ ազատությունը քու հորինած ազատությունն է։ Իմ ազատությունը չէ, ես քեզ պիտի ազատեմ, Իսահակ պիտի ունենաս։ Ու Աբրահամը հնազանդվավ Աստծո խոսքին։ Իմ ու քուշինած Աստված չի ուզել, ժողովուրդ ջան, իմ ու քուշինած խաղաղությունը կքանդվի, իմ ու քուշինած ազատությունը կքանդվի։ Մարդկա իր հոգու աշխարհում սպես կմտածի, որ ազատ ապրիմ, առանձին ապրիմ, մեղ չեմ գործե։ Սուդ է, քու հորինած ազատությունն է։ Պատճառը ընտանիքս է, պատճառը աշխատանքի տեղը, պատճառը կինս է, ամուսինն է, սուդ է։ Պրոբլեմը իմ ու քու ներսից է։ Պրոբլեմը կինը չէ, ամուսինը չէ, երեխեքը չեն, մարդիկ չեն։ Պրոբլեմը իմ ու քու ներսից է, որ մենք ազատ չենք։ Տերը կուզե բժշկություն եղնի, թույլ տուր։ Ու Աբրահամը հասկացավ, որ իր շինածն է։ Ու հավատաց, որ անիգասել է, պիտի կատարեալ։ Նայեք, հավատքը սկսեց գործել։ Ինչի համար մենք կոչվենք հավատացյալ, որտեղ հավատացել ենք, որ Անիգա ամենաթանկը մեզի չի խնայել Քրիստոսը ու շարունակությունն էլ արտարը հավատքեն պիտի ապրի որ անիգասել է պիտի կատարեալ իմ կողմը հնազանդվելն է խոսքին ճշմարտությունը թողնալով ճշմարտությունը բժշկություն տեղի ունենա իշքան էլ ցավալի եղնի ու Աբրահամը հավատաց սիրելիներս այսինքն Աբրահամը չսպանեց ճշմարտությունը ու Տեր Հիսուսը այդ մարդկանց այդ հավատացող հրյաներին կսե Դուք ինձ սպանել կուզեք, այսինքն այն օր խոսքը չես թողնա որ ներսդ բժշկություն տեղի ունենա։ Չես թողնա որ քեզի աղքատացնե, սկավոր շինե։ Արտարությանը ծարավ ու կարոտ շինե, կհիշեք երանելիները։ Եթե դու չես թողնա, որտեվ ինձ ու քեզի ազատ կամք է տրված։ Մեր գործը ընտրությունը Տիրոջը տալն է։ Աբրահամը տվավ Տիրոջը։ Նայեք Աբրահամի տարիները կանցներ
բայց ինքը Իսահակ չեր ունենա, հոգևոր պտուղներ չկար իր կյանքում։ Սկիզբը Տերը դրել էր, բայց շարունակությունը հավատքով խոստումին պիտի հասներ։ Բայց մեկը Իսմայել ծնավ, մարմնի պտուղ ծնավ։ Ու Աբրահամը դուրս ելավ մարմնի պտուղը իր տնից։ Այդ իր շինածը, իր հասկացած Քրիստոսը, իր պատկերացրած Քրիստոսը, ժողովուրդ ջան, թող ավետարանի Քրիստոսը մեզի փոխե։ Ինքը հայտնվի մեր կյանքում ու իր ձեռագիրը տեղի ունենա։ Ու Աբրահամը դուրս ելավ, ու Տերը գսե Աբրահամը այդ բանը չրավ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մի համար էլ կուզեմ կարդամ ու վերջացնեմ։ Եսայա մարգարեությունից Նայեք, Եսայա մարգարեն Աստծո ժողովրդին ինչ կսե, 51 գլուխ, մեզի կվերաբերվի, 7-րդ խոսքը։ Ինձի մտի գերեք, ով արտարությունը ճանճծողներ։ Սիրելիներս, այսօր մեր հոգու աշխարհում բացվել է, Քրիստոսն է մեր արտարությունը։ Ու շարունակությունն էլ արտարը հավատքեն պիտի ապրի։ Եվ վերջի խոսքը, եւ իմ օրենքը ձեր սրտի մեջ պահող ժողովուրդ։ Լսիք, իմ օրենքը Աստծո խոսքը ճշմարտությունը ձեր սրտի մեջ պահող ժողովուրդ։ Ընձի մտի գերեք։ Տերը մեծ ու փառավոր գործ ունի մեր կյանքում, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։